նրանց մասին էլ դեռ բնականաբար կասցնենք խոսել եւ ախնդրեմ մրցանակների ուղեկցությամբ Մարսաշլոկի եւ Փյունիկի խաղացողները դուրս են գալիս խաղադաշտ։ Կայնուրգյոսն է խաղում է 3-համարի մարզաշապիկով եւ համար 15 Միխայել Կովալենկո, կիսապաշտպանությունում համար 22 Սայադ Իսլամովիչ, համար 11 Հովհաննես Հարությունյան, համար 18 Կարլեն Հովհաննիսյան եւ համար 9 Արտակ Դաշյան եւ համար 25 Դանիել Կուլիկով, արչեի գծում Մոմո Յանսան է համար 95, գլխավոր մարզիչը Արտակ Օսյանն է։ Հովհաննես Հարությունյանը, ինչպես արդեն ասացի, վերադարձավ Փյունիկ, այնպես ինչպես Արտակ Դաշյանը, նրանք տեղափոխվել էին Նոա եւ այդպես էլ չդարձան մեկնարկային կազմի խաղացող տարբեր պատճառներով, հիմնականում վնասվածքի Դաշյանը նախորդ մրցաշրջանի մեկնարկում վերադարձավ Փյունիկ եւ Հովհաննես Հարությունյանն էլ հիմա վերադարձավ, ավարտված մրցաշրջանը դարձյալ ստացվեց այնպես ինչպես կցանկանար, Հարությունյանը ինքն իր համար եւ այստեղ միանշանակ բարդ է լինելու կա հանդիպման մեկնարկը, խաղը դաշտի կենտրոնից սկսում են առաջատար թիմերի շարքում Մալթայի առաջնության, նաեւ փորձում է Եվրագավաթներում որոշակի արդյունքներ գրանցել, շատ վտանգավոր է այստեղ եւ հաջողվում է գնդակ անել դաշտի առաջնությունում, Արարատ Արմենիայի կազմում էր խաղում, հետո Փյունիկի եւ հիմա քաղաքագրոյի տարբերակ Կովալենկոն է առաջ գնում, ձախից կա տարբերակ, Կովալենկոն առայժմ միայնակ է արված եւ գնդակը չի հայտնվում դարպասում, Մոմո Յանսանեն շատ լավ հնարավորություն ուներ Կովալենկոն, ամեն ինչ ֆանտաստիկ արեց, պարզապես այնքան ձգեց մինչև մրցակիցը մոտեցավ եւ նա փափուկ փոխանցում կատարեց Յանսանեին, հրաշալի հնարավորություն ստեղծեց արվածի համար, ահա խնդրեմ ոտքը պարզեց կենտրոնական պաշտպան Էլհաստին եւ փոխանցում Յանսանեն, իսկ վերջինիս հարվածը դարպասի գրավման բավականին լուրջ անուններ ունի իր կազմում Մարսաշլոկ վտանգավոր է եւս մեկ հարված ու դարպասապան է հեռացնում գնդակը Կուլիկովն էր այս անգամ Ժոզեֆ Մինալան իդեպ բավականին փորձառու կենտրոնական պաշտպան ունի Մարսաշլոկը եւս մեկ վտանգավոր գրո հարված ու նորից դարպասապա հեռացնում է Իսլամովիչը չկարողացավ արվածային լավ փոխանցում էր Արտակ Դաշյանի ուղղությամբ դեպի Տուգանային հրապարակ Կովալենկո Ընթացքից արվածեց Կովալենկոն, բայց Մաֆումբին 2 տարի առաջ Նոայի կազմում եւ հիմա էլ պաշտպանում է Մարսաշլոկի գույները, այնպես որ նա կարող է ճանաչել եւ ճանաչում է Փյունիկի խաղացողներից ոմանց Բավականին վտանգավոր պայր ու փոխանցում Տուգանայի հրապարակ Հարությունյանի փոխանցումն էր, խախտում չկա այստեղ ասում է մրցավարը Հովհաննիսյան խլեց գնդակը Փյունիկը վտանգավոր է եւ Մաֆումբին դուրս է գալիս ու վերստում գնդակ արջևում եւ մնացած կազմով պաշտպանվում է տեղափոխությունը Աչիեզը շատ լավ փոխանցում էր Դաշյան եւ ուղիղ այսպես փոխանցում գիծարված որոշեց թողնել գնդակը, բայց թիկունքում ոչ ոք չկար թիմակիցներից շարունակվում է Փյունիկի գրոհը Կուլիկովը Տուգանային հրապարակում է եւ 11 մետրանոց 11 մետրանոց է վաստակում Փյունիկը առաջին խաղակեսի վերջնամասում եւ մրցակցի համար նաեւ դեղին քարտ Կորբալանը ճիշտ չէր իհարկե ու շատ ճիշտ վարվեց Կուլիկովը ձգեց պահը այնքան ձգեց մինչև մրցակիցը խախտեր կանոնները եւ այո մրցավարն իրավացի է այս դրվագում 11 մետրանոց կար եւ 41-րդ րոպեն է Ոչ Հարությունյանը ոչ էլ Արտակ Դաշյանը այլ Մոմո Յանսանեն Կասուլիչը Յանսան է արված ու գոլ բացվում է հանդիպման հաշիվը Փյունիկը առաջին խաղակեսի վերջնամասում կարողանում է վերջո խոցել Մարսաշլոկին եւ տան տերերը ստիպված են գնդակ անել դարպասից, սա շատ կարևոր գնդակ էր հոգեբանական տեսանկյունից առաջին հերթին նախ պայմանները ամենալավը չեն հետո խաղում է Փյունիկը մրցակցի արկի տակ, հետո պայեր կային եւ չէր լինում գոլ խփել, չէր ստացվում եւ վերջապես ստացվեց եւ կապ չունի նշակետից 11 մետրանոց թե խաղային իրավիճակից կարևորը
Հաշիվը բացված է եւ Քրիստոֆեր Մաֆումբին հանում է գնդակը սեփական դարպասից ակրկնապատկերը։ Ալաշկերտը շարունակում է սեփական արկի տակ պարտվել։ Ելիմային 0-1 հաշվով այնտեղ 81-րդ րոպեն է։ Հեռացնում են գնդակը տանտերերը։ Կարլեն Հովհաննիսյան եւ դարպասապահ վերցնում է Շիմկուս Արջևի գծում Խուան Կորբալան համար 11, համար 9 Ռասմուս Տինդեն եւ համար 10 Դոդո, վտանգավոր պահ է Դոդո ներառված կատարողը, բայց մերոնք կարողացան փակել արվածի ճանապարհը։ Վինչենցո Պոտենցան գլխավոր մարզիչն է Մարսաշլոկի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում փորձում են գնդակ պահել, ահա այսպես ստացվեց խլել գնդակը Կովալենկո, Կուլիկով, Յանսանե, Աչիցկա տարբերակ, Դաշյան ու գոլ! Արտակ Դաշյանը կրկնապատկում է Փյունիկի առավելությունը եւ լավ է որ գոլը տեսանք։ Լավ է որ տեսանք գոլը, հետո նոր այս տեխնիկական խոտանն առաջացավ եւ հիմա Փյունիկի առավելությունը իհարկե շատ լավ է որ Դաշյանը կրկնապատկեց, բայց շատ վատ է որ այսպիսի խոտան կա։ Կրկնապատկերը եւ սա տեսեք թե ինչի հետևանք է։ Երբ սեփական տուգանայինում գնդակ են երկար պահում, հետո փորձում են ռիսկային դուրս գալ պաշտպանությունից, օրցնում են ու շատ արագ մերոնք կողմնորոշվեցին Կովալենկո, Կուլիկով, Յանսանե ու Արտակ Դաշյան 2-0։ Հովհաննիսյանը լավ աշխատեց, այստեղ էլ փայլուն փոխանցում էր Արությունյանի կողմից Կուլիկովին, միայնակ Կուլիկովը շարժվում է առաջ, լավ էր տեսել Յանսանեին, բայց փակեցին նրա փոխանցումը Յանսանե, Արությունյան, լավ փոխանցում է Յանսանե եւ վերցնում է գնդակը Քրիստոֆեր Մաֆումբին, որքան լավ են հասկանում իրար։ Փյունիկի խաղացողները հրավիրում է Գրոյի Օրբոլանին դեպի տուգանային հրապարակ եւ Սերգեյ Վակուլենկոն հեռացրեց, Մինալա բարձր է արված։ Փոխանցում առաջ Մաֆումբին փորձեց Արջևի գծում գտնել փոխարինման դուրս եկած Սիլվային, տիպի նորեկին, բայց ստացվեց Հովհաննիսյան, Էդգար Մալաքյան, Արցյալ Հովհաննիսյան, Կուլիկով, լավ փոխանցում է, հարված եւ փրկում է դարպասապահ Կովալենկո գոլ։ Գոլ Միխայել Կովալենկո։ Ինչպես գտավ այդ անկյունը, ինչպես գտավ այդ արահետը եւ գնդակը կարողացավ ուղարկել դարպասային գծից այն կողմ։ Թվաց Մաֆումբին կփրկի կամ հարվածը շեղք ստացվի, բայց միլիմետրերի ճշգրտությամբ կատարեց Կովալենկոն հարվածը։ Միշա Կովալենկո, Մարսաշլոկ Փյունիկ 0-3։ Եվ մեր մարզչական շտաբի անդամները շատ հանգիստ զրուցում են։ Այո, շատ լավ տեսք ունի Փյունիկը, իրոք։ Կրկնապատկերը, տեսեք փոխարինման դուրս եկած Պիկիսը ստացավ գնդակը, արվածեց, դարպասապահը փրկեց եւ հետո Կովալենկոն անմիջապես ավելացրեց։ Տեսեք նախ պաշտպանի կողքով Ուեդեր Սիլվայի, հետո դարպասապահի ձեռքի տակով, բայց մրցակցին ոչ մի հնարավորություն չտալով նորից խլում են գնդակը Կուլիկով, վտանգավոր է Իսլամովիչ, հարված եւ սայթակեց։ Փոփոխություն է տեղի ունեցել
Կայծակնային արագություն ունի Տարախչյանը եւ հիմա տեսնենք ինչ է անելու։ Տարախչյան ասցրեց փոխանցում կատարել Իսլամովիչ։ Լավ փոխանցում է, վտանգավոր է։ Պիկիս որոշեց թողնել գնդակը։ Գտավ ամեն դեպքում Տարախչյանին։ Էդգար Մալաքյանը, Տարախչյան շարժվում է կենտրոն։ Դուրս եկավ մրցակցի թիկունքից, վերցրեց գնդակը, փոխանցում Աչեզեր։ Դաշյան ու դարպասածողը ցնցվեց։ Փյունիկն անցավ 2022-23 մրցաշրջանում, սկսեց Չեմպիոնների լիգայից, հասավ Չեմպիոնների լիգայի օրակարգման 3-րդ փուլ, ճանապարհին հաղթը հարելով վտանգավոր պահեր, շեռացրեց Մաֆումբին գնդակը, ՉՖՌ Կլուժի եւ հայկական մեկ այլ թիմ Նոան Հայաստանի փոխչեմպիոնը, իհարկե այս պայն ամենաբարդ Ալաշկերտի խնդիրն է, բայց անլուծելի չէ միանշանակ։ Ալմեյդայի արված հերվից բարձր էր ու արված դարպասից վտանգավոր է, Դոդոն ստացավ ազատություն եւ սա առաջին պահն էր այս հանդիպման ընթացքում։ Ամենավտանգավոր պահ Մարսաշլոկի ինչ տեղի ունեցավ այստեղ։ Թիկունքից դուրս եկավ Դոդոն։ Սխալվեց Վակուլենկոն եւ այսպիսի հնարավորություն Մարսաշլոկի լավագույն ռմբարկուին, բայց վերջինս չօգտվեց։ Տանգավոր է եւ շեղ է ստացվում Դարփինյանի արված։ Խնդրեմ, նախորդ վտանգավոր դրվագի կրկնապատկեր էր Դարփինյանը ընդունեց, մշակեց, սարվածեց, բայց շեղ ստացվեց, արված։ Երկրորդ հարկում հիմնականում Մարսաշլոկը գերազանցեց Փյունիկին։ Ակուլենկո, Մալաքյան, արված եւ Մաֆումբին վերցնում է գնդակ։ Առավելագույնը 1 գրոհ Խանցում Տուգանային հրապարակ եւ խնդրեմ, եւս մեկ վտանգավոր պահ ստեղծեց։ Ալթայի փոխչեմպիոնը Անդրեյ Ավագյանը ապուշ է կտրել, զարմանում է, թե ինչպես կարելի է այսքան ազատություն տալ Սիլվային։ Եվ այս անգամ աղի մեջ մտավ Հայաստանի հավաքականի դարպասապահը, շատ պասիվ Վակուլենկոն այստեղ պայքարեց, թույլ տվեց արվածել։ Մուսկատը փաստորեն զգուշացվեց։ Փոխանցում Տուգանային հրապարակ եւ վերջ ավարտված հանդիպումը Փյունիկը առաջին խաղում համոզիչ հաղթանակ է տոնում Կոնֆերենցիաների լիգայի որակարման առաջին փուլի շրջանակում, պատասխան խաղում իհարկե պարզապես պետք է դիմակայությունը հասցնել տրամաբանական հավարտի։ Շնորհավորում եմ Փյունիկի երկրպագուներին, ընդհանրապես հայկական ֆուտբոլի սիրահարներին, հայկական ակումբներին պետք է երկրպագենք Եվրագավաթներում